Բարի երեկո սիրելի հեռուստադիտողներ, Հայլուրը հիմնական թողարկմամբ եթերում է, ձեզ պատմելու նոյեմբերի 21-ի կարևորի ու հետաքրքիրի մասին։ Ապրիլյան պատերազմի մասնակիցների բողոքը կառավարության դիմաց, Նիկոլ Փաշինյանը հանդիպել է տղաների հետ։ Ինչպես են փակվելու նոր վարկերը, եթե դրանք սոցիալական են, ազգային ժողովը քննարկում է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը։ Լրագրող հրապարակախոս Նարինե Մկրտչյանին հրավիրել են «Իմ քայլը» դաշինք ցուցակագրվելու, բայց հավատաքննել են, բաց քննարկում փակ հանդիպման մասին։ Գազի սակագինը դեռ քննարկվում է, նոր ատոմակայանի կառուցումն էլ օրակարգում, էներգետիկայի նախարարությունում աշխատանքի ամփոփում է, իսկ Ամուլսարում ոսկի, փոշի ու աղտոտված ջուր։ 10 միլիոն դրամ խմելու ջրի մատակարարման և կեղտաջրերի մաքրման կանոնները խախտելու համար Վեոլիա ջուրը նորից ստուգանվել է։ Տրանսպորտի փոխնախարարը հեռացրել է իր ֆեյսբուքյան գրառումը և ներողություն է խնդրում հավատացյալներից տերունական աղոթքը ծաղրելու համար։ Մոսկվայի Շերեմետևո օդակայանում Հայաստանի քաղաքացուն ինքնաթիռը վթարի է ենթարկել, հարուցվել է քրեական գործ։ Ոչինչ որ ստում է, կարևորը ընկերս է։ Թրամփը սեղմում է Մոհամեդ բին Սալմանի ձեռքն ու մոռանում Ջամալ Խաշուղջիին։ Եվ Չինական նահանգում երեխաներ կծնվեն, եթե մայրիկների տնօրենները թույլ տան, չենթարկողներին կպատժեն։ Եվ այսպես ապրիլյան պատերազմի մասնակիցները առավոտից կառավարության դիմաց պահանջում էին, որ իրեն զինգրքույկում երևա, որ պատերազմի ժամանակ սահմանին կանգնած են եղել։ Նոր կառավարությանը դեռ 6 ամիս առաջ են դիմել ոչինչ, բացի հարցը լուծելու խոստումից։ Եկել էին պատասխանը հենց Նիկոլ Փաշինյանից ստանալու։ Վարչապետի պաշտոնակատարը իջել էր նրանց հանդիպելու։ Մանուելն ու ընկերները իշխանափոխությունից հետո 6 ամիս է նոր կառավարությունից պատասխանի են սպասում։ Ինչու զինգրքույկներում ապրիլյան պատերազմի մասնակցի կնիկ չեն խփում։ Ինչ է նշանակում մի դիրքում նշանակեն, ասեն դու պատերազմի մասնակից ես, մի կողքի, հենց կողքի դիրքում ասեն, քանի որ ուղղաթիռը ընկել է այս դիրքի դիմաց, ինքն է պատերազմի մասնակից, քո դիրքի դիմաց չինք է, դու մասնակից չես։ Կամ ասում է այն ինչ որ մեկը կրակել է կոնկրետ զենքով։ Հենց կոնկրետ ինքն է պատերազմի մասնակից, այն կողին որ սնայադա տարե եւ այլ գործեր արի, այս մարդը չի մասնակից չի։ Տղաները պատերազմի օրերին թիկունքում աշխատելիս բեկորային վնասվածքներ են ստացել։ Վիրավորվել եմ սնայադից, իրանք դեմից յանի մի տարի թոշակ տվեցին, հետո զրկեցին, էլի գնացել եմ կոմիսիաների, ասել եմ որ դուք առողջ եք, խնդիր չունեք, բայց այս պայդրությամբ սաղ կոկորտ Հիսուսիս մեջ ասկորկա է։ Մի ասկորկայից ձայնը լարի մեջ է, որ հեռացման դեպքում կարող է ձայնը զրկել։ Բեկորները թոքերից մեջ է գտնվում։ Չէ, մի բան ասեմ, պարոն Փաշինյանը այս մարդուն շատ լավ ճանաչում է։ Այն ժամանակ որ հենց հեղափոխություն տեղի չէր ունեցել, իր կողքին 15-20 հոգի մարդ կար, այս մարդն էր մեկը որ կանգնած էր։ Չէ, ես ասեմ իմանա։ Կառավարություն ուղարկված նրանց դիմումները չեն բավարարվել։ Այսօր խոստացան անհատական մոտեցում ցույց տալ։ Հիմա եթե այդ արտպատասխանը քեզ չի գոհացնում, դա այլ խնդիր է։ Իսկ հիմա կոնկրետ այդ խնդիրը որ դու ունես, հիմա անհատական կզբաղվենք։ Վարչապետի պաշտոնակատարի հետ են ուզում հանդիպել։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով առավոտից արագածոտնում էր։ Տղաներին մոտեցավ նրա օգնականը։ Այդ հարցը քննարկվել է պաշտպանության նախարարությունում, տրվել է դրական լուծում։ Դա ստանալու է վերջնական իր հանգուցալուծումը, երբ որ պաշտպանության նախարարությունը իր համապատասխան որոշումը կբերի կառավարություն ու կառավարության նիստով դա կվավերացվի։ Մեր հարցին կպատասխանեք թե չէ։ Մեր այդ այսօր հանդիպում լինելու է թե ոչ։ Ես Նիկոլ Փաշինյան եմ։ Այս պատասխանից հետո տղաները որոշեցին Տիգրան Մեծի փողոցը փակել։ Դուք եկեք պոստեր կայնի։ Եթե դուք այսօր պետք է այս տղենքի թեմը գաք հելնեք, ուրեմն հայալա ձեզի։ Դուք կանում եք նրան, որ որպեսզի դուք ոստիկանետ բախում ունենաք։ Դու ոստիկանետ Կամ քեզ թելակում, ես խոսում դու եկել ես սպային ստեղ ու ասում վարչապետը թող գա։ Մի վարքյան, դե լսեք, Հայաստանի Բավականով վարչապետը ասում նստած ձեզ էր սպասում, եթե գալու ուրիշ մենք նստած 6 ամիս վարչապետին ենք սպասում։ Միգուցե վարչապետը տեղակ չի ձեր խնդրում։ Տեղակ ախր, որ տեղակ չլինի։ Ես անձամբ մոտեցել եմ վարչապետին, վարչապետն ասել է եղբայր, կընդունենք, անպայման կընդունենք։ Ամիսից ավել անցել է։ Ինչու՞ չի ընդունել։
Բանակցություններն ի վերջո արդյունք տվեցին, տղաներն ազատեցին փողոցը, բայց պահանջը չփոխեցին։ Պետք է հանդիպեն Նիկոլ Փաշինյանի հետ։ Վարչապետի պաշտոնակատարը եկավ երեկոյան, տղաներին հանդիպեց կառավարության շենքի դիմաց։ Ասաց, որ նշումը պիտի լինի զինգրկույկներում, ապրիլյան մոտ ժամանակներս պիտի լինի կոնկրետ, որտեղ իրանք էլ չեն տիրապետում, թե քանի օրում կլինի, եւ վիրավոր տղաների հետ հատկապես որ կարևորում ենք, ասաց, որ ցուցակով մենք մեր միջոցներով իրենց փորձենք առանձնացնենք այդ տղերքին ու առաջնահերթություն տանք, որի խնդրեմը որ շատ կարևոր է ու լուրջ։ Մանուելի ունկերների հիմնադրած հասարակական կազմակերպությունը այժմ սկսելու է փնտրել ամբողջ Հայաստանով ապրիլյան պատերազմին մասնակցած տղաների, որոնք առողջական խնդիրներ ունեն կամ ուսման վարձը վճարելու դժվարություններ։ Անունները կբերեն կառավարություն ու նորից կսպասեն պատասխանին։ Տարոն Կոխլիկյան, Միլենա Պողոսյան, Արման Թովմասյան, Հայլուր։ Շարունակենք թողարկումը, սոցցանցում սկանդալ դարձավ Իմ քայլը դաշինքի ու լրագրող Նարինե Մկրտչյանի փակ հանդիպման բաց քննարկումը։ ՀՀԿ-ն էլ Փաշինյանին մեղադրում է քարոզարշավը չսկսած նախընտրական քարոզ անելու համար։ Իդեպ դեսպան Պյոտր Սվիտարսկին ասել է, որ ընտրություններին վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման հարցի նկատմամբ Եվրամիությունը զգայուն է։ Լրագրող հասարակական գործիչ Նարինե Մկրտչյանի ֆեյսբուքյան էջում բաց քննարկվում է նրա եւ Իմ քայլը դաշինքի փակ հանդիպումը։ Մկրտչյանին հրավիրել էին հարցաքննել Իմ քայլի ցուցակ ընդգրկելու համար։ Առաջին հարցարվածը ստացա անմիջապես կողքի աթոռից, որին նստած ազգային ժողովի ելքխմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ինձնից մեկեն հաշիվ պահանջեց։ Ֆեյսբուքյան իմ գրառման համար, ուր քննադատել է իրեն, ՀԱՏՄ-ից Հայաստանի դուրս չգալու, ԿՊ-ի 1 օրում արմատապես փոխված դիրքորոշման համար։ Իմ այդ հայտարարությունից հետո դուք Ֆեյսբուքում հարձակվեցիք ինձ վրա, ասաց 35-ամյա երիտասարդ կինը։ Լրագրողի խոսքով հարցազրույցը վերածվել է նախ հարցաքննության, ապա հավատաքննության։ Մկրտչյանը ասել է, որ քաղաքականությունը համոզելու արվեստ է, գուցե հետո ԿՊ-ն փոխի կարծիքը ՀԱՏՄ-ի հետ համագործակցության մասով։ Մի քանի օր անց ԿՊ-ից տեղեկացրել են, որ չի անցել նախընտրական քաստինգը։ Լենա Նազարյանը չի ժխտում, որ նման հանդիպում եղել է, բայց համաձայն չէ հարցաքննության կամ հավատաքննության գնահատականի հետ։ Հետաքրքրվել եմ, արդյոք որ այդպիսի վառ արտահայտված բացասական վերաբերմունք կա։ Դա չի խանգարի նրան հետագայում լինել մի քաղաքական թիմում, որը ըստ էության շարունակում է նույն արտաքին քաղաքականությունը, ինչ որ եղել է։ Պատգամավորը նաև էթիկապես ճիշտ չի համարում խոսակցության բացահայտումը։ Ասում է, պատճառը իրենց ցուցակից դուրս մնալն է։ Նա հակադարձում է նաև ՀՀԿ-ին, թե Նիկոլ Փաշինյանը վարչական ռեսուրս է կիրառել եւ քարոզչություն արել։ Ոչ մեկ նրանց չի խանգարում գնալ Գեղարքունիքի մարզ կամ ուրիշ մարզ եւ հանրահավաքի միջոցով շփվել քաղաքացիների հետ, այլ բան, որ կարծում եմ դա նրանց մոտ չի ստացվի։ Մենք չենք վիճարկում իր գնալու իրավունքը Քավլիցի, դա իր պարտավորությունն է, ոչ թե իրավունքը։ Մենք բողոքարկում ենք, որ ինքը այդ պարտականությունները կատարելու ժամանակ պարբերաբար մեջը մտցնում է իր քարոզչական բացահայտ քարոզչական էլեմենտները, կոչեր, հակաքարոզչություն։ Հանրապետականից վարչապետի պաշտոնակատարին կոչ են անում բոլոր կողմերի համար ապահովել հավասար հնարավորություններ, ընդ որում ոչ թե խոսքով, այլ գործով։ Պատգամավոր Գևորգ Կոստանյանն էլ խոստացել էր պարզել, թե ինչպես են գաղտնալսել ԱԱԾ տնօրենին եւ ՀՔԾ պետին, բայց քվորում չկա, նաեւ բավարար փաստեր չունի։ Դա իրականում ազգային անվտանգության խնդիր է, եւ դա կապված չի կուսակցական կամ քաղաքական շահերով կամ նպատակահարմարությամբ։ Կոստանյանը նոր խորհրդարանում չի լինի, բայց հուսով է, նոր ընտիր պատգամավորները կստեղծեն քննիչ հանձնաժողով ու սպառիչ պատասխաններ կտան։ Հիշեցնում է, հարցը վերաբերում է նաև դատարանի գործունեության հնարավոր միջամտությանը։ Կարինե Մանգասարյան, Նորա Շարբաթյան, Հայլուր։ Ազգային ժողովը շարունակում է քննարկել եկող տարվա բյուջեի նախագիծը կքվեարկեն վաղը։ Մինչ այդ հաջորդ տարվա բյուջեի դեֆիցիտը փակելու համար կառավարությունը $50 միլիոն վարկ կվերցնի։ Հանրապետական Հայկ Բաբուխանյանը մեղադրում է իշխանությանը պետական պարտքը ավելացնելու համար, հարցնում ինչի հաշվին են պատրաստվում փակել այդ վարկը։ Կարինե Մանգասարյանն էր խորհրդարանում։ Ի տարբերություն նախորդ հերթական նիստերի արտահերթին պատգամավորները պարտաճանաչ եկել էին գործի։ 63 պատգամավոր գրանցվեց։ Խնդրում եմ տեղադրել քարտերը եւ նախապատրաստվել գրանցման։ Գրանցում։
2019 թվականի պետական բյուջեի դեֆիցիտը փակելու համար Հայաստանի կառավարությունը Ասիական զարգացման բանկից պատրաստվում է $50 միլիոն վարկ վերցնել։ Հանրապետական խմբակցության падգամավոր Հայկ Բաբուխանյանը ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանից հետաքրքրվեց, ինչպես են փակելու վարկը, եթե այն նպատակային չէ եւ միայն սոցիալական խնդիրներ է լուծելու։ Բոլոր կառավարությունները գալիս են այդ ամբյոնից ասում են, երբ որ մենք կունենանք մի քիչ ավելի շատ ռեսուրսներ, մենք այլևս վարկեր չենք վերցնի եւ մեր սեփական միջոցներով կփակենք մեր բյուջեի դեֆիցիտը։ Հարց է ծագում, այդ 50 միլիոնը մի հատ օլիգարխի, որ հայկական մի հատ լավ թափ տայիք, այդ 50 միլիոնը կդնեիք բյուջե։ Այո, ինքը ավելացնելու է մեր պարտքը $50 միլիոն։ Այստեղ կցանկանայի ասել ցանկացած բյուջե, որը հաստատվում է դեֆիցիտով, նշանակում է հաջորդ տարի մենք ունենալու ենք դեֆիցիտի չափով ավել պարտք ստանձնած։ Գերխմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ամբյոնին մոտեցավ կոռուպցիոն բացահայտումների, չարաշահումների վերաբերյալ ԱԱԾ-ի ոստիկանության հատուկ հնչական ծառայության 170 հայտարարության տրցակով։ Խոստացավ, դրանք փող կդառնան, երբ քննությունները ավարտվեն։ Այս փաթեթը մոտավորապես 170 հայտարարություն են տարածել այս մարմինները, կառույցները, որտեղ հստակ բացահայտում են չարաշահումների, յուրացումների եւ վատումների մասին տեղեկությունները։ Բնականաբար այս գումարները, որոնք քննության ընթացքում կպարզվեն, թե ինչպես են հայտնվել տարբեր պաշտոնյաների գրպաններում, կվերադարձվեն պետական բյուջե։ Նազարյանը ասաց, պատրաստվում է փաթեթը փոխանցել Բաբուխանյանին։ Իդեպ հանրապետական падգամավորը բարկացավ նաև ԵԱՏՄ-ի հետ առնչվող մի շարք պայմանագրերի քննարկման ժամանակ։ Պայմանագրերից գոհ է, բայց դժգոհ է այն բառապաշարից, որ Հայաստանի իշխանությունները խոսում են այս կառույցի գործընկերների հետ։ Մենք չենք հասկանում այն մոտեցումը, որ Հայաստանի Հանրապետությունը շատ տարօրինակ է արձագանքում որոշ իրավիճակներին, երբ որ դրանք վերաբերում են Ռուսաստանին, կամ ԵԱՏՄ-ին, կամ ՀԱՊԿ-ին, եւ շատ մեղմ է արձագանքում շատ ավելի վտանգավոր իրավիճակներին, երբ որ ասենք Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնյաները մեզ կոչ են անում հրաժարվել մեր տրադիցիոն մտածելակերպից կամ տրադիցիաներից կամ անգամ մեր ազատագրված տարածքներից Արցախում։ Արտահերթ նիստում քննարկված նախագծերը կքվեարկվեն վաղը, այդ թվում 2019-ի պետական բյուջեի նախագիծը։ Պատգամավորները 146 առաջարկ են արել կառավարությանը։ Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով որոշ առաջարկներ ընդունել են։ Արդյունքում 5.9 միլիարդ դրամով ավելացել են ծախսային գումարները։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան, Հայլուր։ Անցնենք այլ թեմաների, սահմանին գազի գինը կիչնի թե ոչ, պարզ կլինի միայն փետրվարին։ Գլխավոր էներգետիկի խոսքով ռուսական կողմի հետ շարունակում են բանակցել, էներգետիկ շուկան են ազատականացնելու։ Եթե մրցակցային պայմաններ ստեղծեն, գուցե հոսանքի գինը փոխվի։ Գերատեսչության ղեկավարը ամփոփել է էներգետիկայի նախարարության 6 ամսվա աշխատանքը։ Գազի սակագինը դեռ քննարկում են, որոշումը փետրվարին կիմանանք։ Սեպտեմբերին վարչապետի որոշմամբ աշխատանքային խումբ էր ստեղծվել, աշխատում են։ Աշխատանքային խումբը նայում է ինչպես ներմուծման սակագների ձևավորման եւ մեծության վերաբերյալ բանակցությունների, այնպես էլ ներքին կառուցվածքային խնդիրները սակագնի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ էլեկտրաէներգիայի գնի մասով է տարեկան ուսումնասիրություններ անում։ Էներգետիկայի նախարարի պաշտոնակատարը նախարարության վերջին 6 ամիսների աշխատանքն է ամփոփում։ Ներիվս հուլիսին օրենսդրական բարեփոխումներ էին նախաձեռնել։ Նոր օրենքով էներգետիկ շուկան ազատականացնելու են։ Հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսում է օրենսդրությունը, դա նոր մատակարարների ինստիտուտի ներմուծումն է էներգահամակարգ, այսինքն մատակարարման մասով լինել ստեղծվելու է մրցակցային դաշտ։ Նախարարի պաշտոնակատարը Ամուսանին էլ անդրադարձավ։ Այնտեղ ոսկու հանքի շինարարություն է։ Բնապահպաններն ու տեղի բնակիչները փոշուց ու ջրի աղտոտումից բողոքում են։ Միջազգային փորձագետները ուսումնասիրություն են անում, 2-3 ամսից կավարտեն։ Այդ պրոյեկտին կարող են անդրադառնալ միայն ընթացքին ընդհանրապես կարող են անդրադառնալ միայն այն դեպքում, երբ որ կապացուցվի, որ որևիցե ջրավազանային խնդիրներ չեն առաջանում։ Էներգետիկայի նախարարությունում օրակարգային է նաև նոր ատոմակայանի կառուցումը։ Մինչև 2036-ը ռազմավարական նոր ծրագիր ունեն։ Աննահիտ Հովհաննիսյան, Արման Թովմասյան, Հայլուր։
Վեոլիա ջուրը տուգանվել է 10 միլիոն դրամով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօրվա նիստում նորից է արձանագրել, որ ընկերությունը խախտել է խմելու ջրի մատակարարման և կեղտաջրերի մաքրման կանոնները։ Վանուհի Ավագյանն է պատմում։ Վեոլիա ջուրը հերթական անգամ տուգանվեց, այս անգամ 10 միլիոն դրամով։ Պատճառը գրեթե միշտ նույնն է։ Ժամկետը ֆիքսում են, հետո ուշացած ապահովում սպառողի ջրամատակարարումը։ Հիմք ընդունելով վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի բ-կետը 2018 թվականի նոյեմբերի 7-ից ընկերության նկատմամբ հարուցել է վարչական վարույթ։ Վեոլիայից ընդունում են, թերացել են, բայց ժամկետները խախտելու հարցում ասում են բաժանորդներն էլ մեղքի իրենց բաժինն ունեն։ Ջրամատակարարման հարցում շատ անելիքներ ունեն, հարացներն էլ վստահեցնում են, քիչ չեն։ Ընդունում ենք, որ ունենք թերություններ, թերացումներ եւ արդեն իսկ աշխատանքները սկսված են, ակտիվացված են, որպեսզի նման երևույթները աշխատենք բացառել։ Հանրային ծառայություններ կարգավորող հանձնաժողովն ընկերությունում այլ խախտումներ է հայտնաբերել։ Վանուհի Ավագյան, Հայլուր։ Եվս մեկ տուգանքի մասին Հարավկովկասյան երկաթուղին 30 միլիոն դրամ կվճարի ընկերությունը չարաշահել է պաշտոնեական դիրքը։ Հակամենաշնորհային մարմինը պարզել է, որ ընկերությունը փաստացի խոչընդոտել է AM Group ընկերության գործունեությանը, պատճառելով լուրջ ֆինանսական վնասներ։ Նաև երկաթուղային ծառայությունների ժամանակավորապես Հարավկովկասյան երկաթուղի ընկերության գործունեությունը հակամրցակցային է, երկաթուղին մուտքի խոչընդոտները ստեղծում տնտեսվարողների գործունեության համար, որն էլ ֆինանսական, ուրեմն բացասական հետևանքներ է թողնում ընկերությունների գործունեության վրա։ Տրանսպորտի փոխնախարար Արմեն Փամբուխչյանը ներողություն է խնդրել Facebook-յան աղմկահարույց գրառման համար եւ այն հեռացրել իր էջից։ Փոխնախարարը նշել է, որ քրիստոնյա է եւ չի ցանկացել ծաղրել տերունական աղոթքը։ Տեսնելով, որ գրառումս տարաբնույթ մեկնաբանությունների առիթ տվեց, հեռացնում եմ այն եւ ներողություն խնդրում բոլոր նրանցից, ում կրոնական զգացմունքներն ակամա վիրավորել եմ, գրել է Փամբուխչյանը։ Հիշեցնեմ, որ փոխնախարարը տերունական աղոթքի հանգերով բանաստեղծություն էր գրել Ստեփան Ծմինդա Լարս ճանապարհի մասին։ Տարեսկզբից մինչև նոյեմբերի 1-ը բուժ հաստատություններում բացահայտվել է կոռուպցիոն 41 դեպք։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ պետությանը հասցվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս, վերականգնվել է միայն 15 միլիոնը։ Մեղադրանք է առաջադրվել 20 անձի։ Քայլեր են ձեռնարկվում վնասը լիարժեք վերականգնելու համար։ Ադրբեջանի տարածքում հայտնված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանի դեմ Ադրբեջանում հարուցված դատական գործը արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահին։ Զոհրաբ Նացականյանը Ստրասբուրգում Գիդո Ռայմոնդիին հայտնել է, որ միջազգային հումանիտար իրավունք է խախտվում, քանի որ դատարանում է առողջական ակնհայտ խնդիրներ ունեցող մարդ։ Նացականյանի խոսքով Ադրբեջանում կատարվողը ֆարս է, որով փորձ է արվում հավասարության նշան դնել անմեղ մարդու եւ իրական մարդասպանների միջև։ Երբ բոլոր իզմերը վերջանում է, մնում է մեկ իզմ, պոպուլիզմը սա է, գործող ուժի գաղափարախոսությունը, կարծում է քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը։ Հապկի լարված մթնոլորտը թուլացնելու համար Շահնազարյանը կոչ է անում դեկտեմբերի 6-ին Պետերբուրգ մեկնի ոչ թե վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը, այլ նախագահ Արմեն Սարգսյանը։ Այն, որ Հայաստանը չի պահպանելու Հապկում գլխավոր քարտուղարի պաշտոնը, դա օգոստոս ամսից գիտեին բոլորը, այդ թվում նաև ներկայիս իշխանությունը շատ լավ գիտեին դա, հրաշալի, ես նույնպես դա գիտեի, որ դա չի լինելու։ Հիմա ակնհայտ է, որ դեկտեմբերի 6-ին դա նույնպես չի լինելու, բայց հիմա իրավիճակը այնքան է սրվել, գիտեք, այդ հայտարարությունը, որ նա արեց, ես պատասխան եմ պահանջելու 30 տարվա ղեկավարի շեշտադրումը հատուկ արվեց։ Հատուկ թե ոչ հատուկ, դա թողենք, դա գիտեք մոտավորապես ինչպես է ընկալվում այդ մայրաքաղաքներում, որ սա Նիկոլ Փաշինյանը գալու է ուրեմն Սանտ Պետերբուրգ նոյեմբերի 6-ին, Լուկաշենկոին ծեփի պատին, Նազարբաևին փռի ասֆալտին, դիվանագիտության հետ որևէ կապ սա ընդհանրապես չունի հասարակությանը, մասին ես ասել եմ, որ հեղափոխականությունը ընդհանրապես ոչ պետք է բերել կառավարություն, առավել ևս արտաքին քաղաքականություն։ Ագնես Ախամոյանի հարցազրույցը Դավիթ Շահնազարյանի հետ դիտեք Հայլուրի այս թողարկումից րոպեներ անց։
Շարունակեք Շենգեն վիզայի կեղծման դեպք է բացահայտվել Երևանում գործող տուրիստական ընկերություններից մեկի տնօրենը Սիրիայի մի քաղաքացուց վերցրել է անձնագիժն ու 6500 եվրո, որ մեկ այլ անձի միջոցով նրան Շենգեն վիզա տա։ Տղամարդը ոչ միայն չի կատարել խոստումը, այլև տուրիստական ընկերության տնօրենին չի վերադարձրել վերցրած գումարը, իսկ ամիսներ անց վերադարձրել է անձնագիրը Շենգեն վիզայով։ Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ արտոնագիրը կեղծ է։ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ։ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում Հայաստանի քաղաքացու զոհվելու դեպքով Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել թռիչքները կազմակերպելիս անվտանգության պահանջների խախտման կասկածանքով։ Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, աթենքից մեկնած մարդատար ինքնաթիռը Հայաստանի 25-ամյա քաղաքացուն հարվածել է թափ հավաքելիս։ Օդաչուն դիսպեչեր կարգավարին հայտնել է, որ հավանաբար կենդանու է բախվել, բայց քանի որ օդանավը վնասվածքներ չի ունեցել, որոշվել է չվերադառնալ օդակայան։ Անցնենք միջազգային լուրերին, լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության գործով Միացյալ Նահանգները կոշտ քայլեր չի ձեռնարկի Սաուդյան Արաբիայի դեմ։ Դոնալդ Թրամփի խոսքով դա կհանգեցնի նավթի գների թանկացմանը։ Սպիտակ տան ղեկավարի համար ամենակարևորը Սաուդյան Արաբիայի հետ լավ հարաբերություններ ունենալն է։ Վարդան Հովսեփյանի ռեպորտաժը։ Սաուդյան Արաբիայի հետ բարեկամությունը ավելի կարևոր է։ Դոնալդ Թրամփի հայտարարությունում նշվում է, որ չնայած Վաշինգտոնի եւ Ռիադի դաշնակցային հարաբերություններին, լրագրող Ջամալ Խաշուկջիի սպանության գործում շարունակում են մութանկյուններ մնալ։ Մեր հատուկ ծառայությունները շարունակում են վերլուծել ունեցած տեղեկությունները, սակայն իսկապես հնարավոր է, որ գահաժառանգը իսկապես իմացել է այդ ողբերգության մասին։ Գուցե իմացել է, իսկ գուցե ոչ։ Միացյալ Նահանգների նախագահը համոզված է, Սաուդյան Արաբիայի հետ ռազմական համագործակցության չեղարկումը մեծ օգուտ կտա Ռուսաստանին եւ Չինաստանին, եւ նրանք զենքի շուկայում արագ կզբաղեցնեն Միացյալ Նահանգների տեղը։ Ամեն դեպքում խոստանում եմ դիտարկել կոնգրեսի առաջարկած միջոցների կիրառումը Սաուդյան Արաբիայի դեմ, սակայն դրանք որևէ պարագայում չպետք է հարվածի տակ դնեն ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը։ Թրամփը կլռի, սակայն ոչ իրավապաշտպանները։ Amnesty International կազմակերպությունը հայտարարել է, որ Խաշուկջիի դաժան սպանությունը ամենևին էլ եզակի դեպք չէ, եւ այսօր էլ սաուդական իշխանությունները տասնյակ ակտիվիստների բանտերում կտանքների են ենթարկում։ Վարդան Հովսեփյան, Հայլուր։ Ինտերպոլը նոր ղեկավար ունի Հարավային Կորեայի ներկայացուցիչ Կիմ Չոն Յան, մինչ այդ կազմակերպության նախագահի պաշտոնակատարն էր։ Նա միջազգային ոստիկանությունը կղեկավարի 2 տարի, ինչպես հիշում եք, Ինտերպոլի նախկին նախագահ Մեն Հունվեյը սեպտեմբերի 25-ին Չինաստանում ձերբակալվել էր կոռուպցիայի կասկածանքով։ Իրանն ու Եվրամիությունը միջբանկային նոր համակարգ են ստեղծում, որը կփոխարինի Իրանի հետ այլևս չհամագործակցող SWIFT-ին եւ թույլ կտա շրջանցել ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։ Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբբաս Արաքչին Twitter-ում գրել է, որ հանդիպել է Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի քաղաքական գործիչների եւ բանակցողների հետ։ Եվրամիության, ինչպես նաեւ միջուկային գործարքի 3 անդամ երկրների մտադրությունները մնում են լուրջ, գրել է Արաքչին։ Չինաստանի Հեբեյ նահանգում առևտրային բանկի աշխատակիցներին արգելել են հղիանալ առանց տնօրինությանը տեղյակ պահելու։ Ըստ ընկերության կանոնների հավանության չարժանացած հղիությունը պետք է ընդհատվի, եթե կինը չի ցանկանում դա անել, ապա նրան պատիժ է սպասվում։ Շարունակենք Կանադայի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցուն կից հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնը տարածքը վաճառելու պայմանագիր է ստորագրել կանադական մի քոլեջի հետ։ Թեմում այս որոշման հետ համաձայն չեն, առաջնորդներն իրենց մտահոգություններն են հայտնում նշելով, որ այդ հարցը Սուրբ Երրորդություն եկեղեցին եւ Մայրաթոռը դեռևս քննարկում էին, իսկ միության տարածքի անշարժ գույքն ու մյուս իրերի սեփականության իրավունքը պատկանում է թեմին։ Հաքերային հարձակումների թվով Հայաստանն աշխարհում 5-րդն է, առաջին 20 երկրների շարքում մեր հարևաններից Ադրբեջանն է։ Չնայած մասնագետները փաստում են, որ վերջին տարիներին ինտերնետում հայ օգտատերերն ավելի զգույշ են, բայց հարձակումների թիվը բարձր է միջազգային միջին ցուցանիշից։
Հայաստանն աշխարհում 5-րդն է համացանցից հարձակման ենթարկվածների թվով։ 2018 թվականի երկրորդ կեսին հայ օգտատերերի սարքերի 29.16%-ը ենթարկվել են malware դասի վեբ գրոհին։ Վիրուսակիր սարքերի թվով հայաստանյան ցուցանիշը բարձր է համաշխարհային միջին ցուցանիշից։ Հայաստանը այսպիսի ցուցանիշներում, այսինքն կիբերանվտանգության հանրային իրավիճակով աշխարհում ամենավատ դիրքերում է միշտ եղել, շատ բարձր պատճառով, որովհետև չկա համակարգված հանրային կրթություն, իրազեկում։ Հաքերային հարձակումներն անհետևանք չեն մնում, անձնական տվյալների կողոպուտ, բանկային տվյալների հավաքագրում, օգտագործում, սոցիալական էջերի խափանում։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով վերջին 1.5 տարում վնաս կրած օգտատերերը նույնիսկ փրկագին են վճարել, մի քանի կառույցներ դադարեցրել են աշխատանքը։ Խնդիրներից մեկը նաև մեր երկրի այն է, որ այս վիճակագրությունը չի հանրայնացվում, ու մարդկանց տպավորություն է ստեղծվում, որ ամեն ինչ այդքան վատ չի։ Մասնագետը խորհուրդ է տալիս զգոն լինել, հատկապես համացանցի ոչ պաշտոնական կայքեր այցելելիս, օտար նամակներ ստանալիս։ Նամակ են ստանում, այնտեղ գրածա, որ այս ֆայլը բացի ու $3 միլիոն կշահես, չգիտես ինչու շատերը հավատում են, որ տենց հրաշքներ լինում են եւ կարող են ինչ-որ մի բան շահել։ Խորհուրդ է տրվում կիրառել վեբ պաշտպանության հուսալի հակավիրուսային լուծում։ Ծրագիրը ներբեռնելուց բացի կարևոր է այն միացնել եւ պարբերաբար թարմացնել։ Եղանակի մասին վաղվանից օդի ջերմաստիճանը 4-ից 5 աստիճանով կբարձրանա, շաբաթ օրը կնվազի 2-ից 3 աստիճանով, նոյեմբերի 22-ից 24 շրջաններում սպասվում են տեղումներ, ձյուն լեռնային շրջաններում։ Արվեստագետ Աշոտ Թադևոսյանի արևամարտ շրջիկ ցուցահանդեսը անցել է Ռուսաստանով, Արցախով ու հասել Երևան։ Արևամարտը մշակույթի նախարարության և հայ մշակույթի զարգացման հիմնադրամի համատեղ առաջին արտնախագիծն է։ Նախատեսում են ընդլայնել աշխարհագրությունը։ Օրվա կադրում Լոս Անջելեսի գիշերային խցանումներն են, կիլոմետրերով ձգվող մեքենաների շարասյունը դիտեք առանց մեկնաբանության։ Վերջում այսօր հեռուստատեսության միջազգային օրն է 1996 թվականից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ նոյեմբերի 21-ը նշվում է որպես հեռուստատեսության օր։ Օրվա կապակցությամբ շնորհավորում ենք մեր բոլոր գործընկերներին։ Դուք դիտում էիք Հայլուրը, վայրկյաններ անց լույսի տակ կլինի Հովիկ Աֆյանը, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ցտեսություն։